տարբերվող ձևով ասենք ում կողմից է։ Բարձունքը հաղթահարելուց հետո մենք եկանք ու հասանք մեր շատ սիրելի Եղվարդ։ Ուր է Աշոտը։ Ասեմ ձեզ, այսօր մեր Անժելա Քույրիկի 50-ամյակն է և նրա եղբայրը Աշոտը որոշել է չէ, նրա անունն է Բարեկամներ, հարգանքներս մենք հիմա գտնվում ենք Տիգրանաշենի ոլորաններում և այս այն պահն է, որ իմ երազանքներից մեկն է կատարվելու ես միշտ այստեղով անցնելուց երազել եմ ունենամ ամենագնաց ու բարձրանամ այս բարձունքը կանգնենք ու դրոնով նկարենք այսօր այդ օրն է, ամեն ինչ պատրաստ է մի քիչ ճանապարհն է թաց ուսանք չենք գլորվի ձորը բայց ելնում ենք վերև հաղթահարում ենք ընկերներ այս թեքությունը բավականին լուրջ թեքություն է հետևաբար պետք է զգուշությունը տեղը պահես հիմա Porsche Cayenne-ը մի փորձություն է հաղթահարում որը լավ էլ հավես է ոնց անենք, որ երևա իշ թեքությունն է, հիմա մեր ելած տեղը։ Կհելնի, չէ, դժվար չհելնի։ Արա չէ, բաբշե վեջին չի։ Արա ես ինչա, նատուրի բաբշե չի նեղում, հանգիստ իր համար հելնում է։ Ադրենալին է արտադրվում հիմա անկերներ, ես վերջի պահը ամենաբարդն է, գիտես, որը դեմներս չի երևում։ Հաղթահարեցինք ընկերներ, հաղթահարում ենք, հարանք ենք անում հաղթային, որը չգիտեմ ուր ենք, բայց բավականին լուրջ տեղ ենք աղբեր, նկատենք, որ մեր մեքենայի ջրերը անգամ չբարձրացավ, հետևաբար սա գլուխ գովալու առիթ է, հիմա իշնենք դրոնով ես ամեն ինչը բոլորից ցույց տանք, տեսեք ուր ենք մենք բարձրացել, վստահ եմ այս ճանապարհով շատ երթևեկողները հաստատ կիմանան ուր ենք, տեսեք Ես ահագին թեք է էլի, ես չգիտեմ կադրով ինչքան կերևա, ինչքան չէ, բայց թեքությունը ահագին լուրջ է։ Հիմա մենք գտնվում ենք այս հրաշք բնապատկերի մոտ, այսօր ապրիլի 3-ն է և մենք հաղթահարեցինք, այսօր իմ երազանքներից մեկը իրականացավ, ես միայն ուրախ եմ։ Հիմա մենք սիրուն կազատենք այս քարերը կտանենք այնքան, որ մեքենան հեշտ կարողանա պտտվել որ հետո սենց իշնենք այստեղով, սենց հլը նայեք, թեքությունը չեմ կարող ասեմ իշկանա, բայց Վարդան, են հեռասիտ մեջ են ծրագիրը կա, որ թեքությունա ցույց տալի։ Այո, ես արեցի այդ բանը, բարեկամներ, բայց շատ հեշտ է լավ, ես չէի պատկերացնում, որ տենց հեշտ կելնի։ Դե ինչ, մնացածը արդեն դրոնով տեսնենք ու հիանանք։ Դրոնը երկնքում է, նկարում է մեզ, մենք էլ նկարում ենք դրոնին։ Հրաշք, բնություն, հաղթանակի հոտ է գալիս։ Հեն Վարդան, նստենք իշնենք արդեն դու էլ դրոնով ֆիքսես, մտցես կլոր ֆրա, հետո դրոնով ֆիքսելով իշնենք։ Հա? Ցույց տու, հայկական լեռնաշխարհն է կադրերում, բարեկամներ։ Մենք էլ փորձենք հաղթահարել։ Վարդան, դե ֆրամ նստի։ Տեսեք, ջուրը ընդհանրապես չի բարձրացել։ Այսինքն Porsche լավ էլ հելնում է սարերը, եթե ուզում ես։ Դες կարամ հետեթամ։ Կարա բաբշե ուրիշ ճանապարհով իշնենք։ Մեր ճանապարհով իշնենք։ Մեր ճանապարհով էլի։ Ոսկի էսյանով իշնենք։ Դե նստի իշնենք։ Հիմա իշնում ենք բարեկամներ։ Գնանք Այս թեքությունը ահավոր է, էլի, շատ ուժը թեքություն է, հա? Ախպեր, էլի կամացեմ է, Վարդան, կային տենամ ոնց եմ իշնում, որ ճիշտ էր լինի է, վթարի չենթարկվենք, ասեն երկու երիտասարդ հելան Porsche-ով գլորվեցին ցած այդ օրը ապրիլի 3-ին, որը շատ ռիսկ ենք իշնում, ջոգում ես, շատ ուժեղ ենք իշնում, ախպեր, իս դուր է գալի, ինչի, ինչից կամաց, չես եկել է, բա ինչ է, անոթա չու է,
վայելում ենք բնությունը եւ ցած իջնում ընկերներ։ Հրաշք է սա։ Հրաշալի կոմֆորտնի իրավիճակ է։ Կատարեցինք մեր երազանքը էլի։ Այսպես բարեկամներ, ինչքան էլ սարսափելի թվա ձեր երազանքը, իմացեք, որ մի օր այն դառնալու է իրական։ Ես ադրենալին վերցին տերամս եկավ տեղը։ Մի քիչ հեռվից էլի նկարի, որ այս թեքությունը դե հա ով էլա կիմանա էլ ինչ թեքությունը, չէ՞։ Հա։ Հա, բարեկամներ, այս վերելքը հաղթահարելուց հետո մենք գնում ենք ուղիղ, տեսեք ինչ վերելք էր, հաղթահարեցինք պրծանք։ Հիմա գնում ենք ուղիղ, հիմա անջատեմ ստե մեր գործողությունները, հա, այսինքն հետ ենք տալի 1, 2, անջատվավ, դրենք դե ու հելանք։ Հա, հելենք ընդեք այն եմ վերիչ ծրու, էլի, ամել ես ճանապարհային վիճակները նկարի։ Արա շատ լավ ավտո է, ես սիրում եմ Porsche։ Porsche-ին բան չասեք, Porsche հզոր ավտո է։ Իմ սիրած Տիգրանաշենի բոլոր անների հատվածից այս լեռնաշխարհը շատ եմ սիրում, այս պահը, տեկտոնական սալերի խաղն է սա, ինձ համար շատ գեղեցիկ է, նայելը ու հիանալը։ Դրա համար ձեզ եմ ցույց տալիս, ամեն անգամ անցնելուց նայում եմ ու ինչ-որ էմոցիա կա այս սարի մեջ։ Հիմա իջնում ենք ներքև։ Վարդանն էլ դրոնով է նկարում իմ սիրած տեկտոնական սալախաղը։ Հրաշք է ընկերներ, այսօր լավ օր է, եթե ամեն օր փոքր քո երազանքից մի քիչ իրական դարձնես, վստահեցնում եմ, որ կյանքդ շատ լավ կլինի, կստանաս քո բաժին դոֆամինը ու կշարունակես ստեղծագործել, իսկ հիմա մենք կանգնենք այստեղ, մեր դրոնին կանչենք գայիչացնենք ու շարունակենք մեր ճանապարհը, ճիշտ տեսք կլինի, էլի, ես է սիրուն տեղն մտածես արքե, աղբերները հեսա, ստե շատ մարդ նկարվե։ Բարձունքը հաղթահարելուց հետո մենք եկանք ու հասանք մեր շատ սիրելի Եղվարդ։ Եղվարդը ընկերներ շատ գեղեցիկ տեղում է կառուցված, շատ սիրուն քաղաք է։ Հələ Եղվարդ չենք հասել, բայց բան չի մնում որ հասնենք։ Երկինքը շատ գեղեցիկ է, գառնանային երկինքը միշտ էլ տարբերվող է եղել։ Մենք էլ դա նկատել ենք ու նկարել ենք։ Այսօր էլ բացառություն չի, հիանալով գնում ենք միշտ կհասնենք Եղվարդի ջայլամների այգի, այսինքն Ostrich Garden, այսինքն ժողովրդական լեզվով ասած ջայլամնոց։ Մենք գնում ենք այնտեղ ընկերներ, շատ գեղեցիկ տեղ է, այգիներ, մի կողմում ջայլամներն են, ու շատ ջայլամներ։ Անցած անգամ որ գնացել ենք, նկարել ենք, եթե կուզեք, մտեք նայեք այդ տեսանյութը։ Եղվարդում գրեք ջայլամների այգի եւ կբերի։ Այս սարի անունը ի՞նչ է։ Արալեռնա։ Արալեռն է ընկերներ։ Արալեռնան ստորոտում կառուցվեց Եղվարդ քաղաքը։ Եղվարդ քաղաքը բոլորիս հայտնի է իր բոթասներով։ Եվ այսօր մենք գնում ենք Եղվարդ, շատ սիրված քույրիկի ծննդյանոր շնորհավորելու։ Ասեմ ձեզ, այսօր մեր Անժելա քույրիկի 50-ամյակն է, և նրա եղբայրը Աշոտը որոշել է նրան ուրախացնի մեր միջոցով։ Գնանք սիրուն անակնկալը կազմակերպենք, թող ուրախություն մտնի առիթի ներքո։ Հաշված վայրկյաններ հետո մենք կմտնենք արդեն Եղվարդ քաղաք ու կտեսնենք ինչքան գեղեցիկ է Եղվարդը։ Հրաշք տեսարան, Արալեռան ֆոնին գեղեցիկ Եղվարդ քաղաքը, որը գնալով ծաղկում է, գեղեցկանում եւ հաճելի է այստեղ գալը։ Տեսեք ճանապարհի կենտրոնում, մեջտեղի հատվածում մեր հերոսների, մեր անուշ աղբերների, հայրենիք պահողների նկարներն են։ Ափսոս մի քիչ արդեն մթնշաղոտ է, չեմ կարող անունները կարդալ, թե չեմ մեծ սիրով հերթով բոլոր անուշ աղբերների անունները կկարդայի։ Իսկ հիմա ընկերներ
Մենք գնում ենք դեպի Ostrich Garden, արջից տեսեք ինչ գեղեցիկ այգի ունի Եղվարդը։ Եղվարդի այգիներն են ընկերներ, զբոսանքի այգին։ Շատ սիրուն է, ամեն հարմարությունը կա երեխաների խաղալու տեղով, մեծերի զբոսնելու տեղով։ Տես աստեղ արդեն կանաչ կա, կանաչ է բնությունը։ Վերցրել ես գմփելուն, գմփային համալիրը վերցրել ես։ Գնացինք ընկերներ, գնում ենք Ostrich Garden-ում անակնկալ անենք, ահա դիմացից այստեղ դուռը պետք է սեղմես, որ բացվի, այստեղ ամեն ինչ փակ է ընկերներ, չես կարող բացել, մինչև աղջիկներին հասանք թող բացեն, բացվեց, բարև ձեզ, ոնց եք, ամեն ինչ կարգին է, ձեր առիթին ենք եկել, չէ, շատ շնորհակալ ենք, որ այսքան տեղ եկաք մեզ դիմավորելու համար, շնորհավոր ձեր մեր ամսյակը, ով է հանդիսավարը, մեր ինքը մեր Թամադանա, 50-ամյակա, Անժելա Թադևոսյանա, չգիտեմ ազգանուն ասում եք, Թադևոսյան, եթե դասատուակ ասեմ, չէ, դասատուակ, Անժելա ուրան, տիկին Անժելա, Անժելա քույրիկ ասեմ, թե տիկին, չէ, ոչ ոք, Անժելա, սիրուն Անժելա ասեմ, Աշոտի կողմից, Աշոտ ստեղ է, ստեղ է, ինքը նոր իմ հետ էր խոսում ինք, ասում է օյաղ եմ աղբեր, ինչ չես գալի, դե գնանք, հիմա իրա կողմից պետք է, քանի հոկանոց է առիթը, ոյ ճիշտ ասած տեղնակ չէ, ծիրաններն ինչ չեն ծաղկե, հա, մեզ տեսել են, ոչինչ չեն իմանում, բա բարեկամս գալիս եմ, բարի երեկո, բարի գալուստ, Գիտեմ ենք իրար հանդիպել ենք, չէ, Վիգեն ամես Վիգեն ջան շատ հաճելի է, երեխբայրս, կազմակերպ, բան է, հո չես ասե, սաղ անում բան ասել է, չէ, չի ասե, հա, աղպես դու ասա, անակնկալ կա, մենք մտնենք խոսափողը տուր, ես խոսամ, անակնկալն եմ, հելը մեթամ, կամեր կաղ խմեմ էլ աղպը, չգիտեմ, մա աշոտն ասում է բան է, պտի խմենք օյաղ եմ, հայտարարեմ ծափերով դիմավորում ենք, անակնկալը մտին է, այլի, հա, ես կողմն է հոբելյարը, հա, ստերից մտեք, հենց տեղ է ինքը, դե բարեկամ, սկսիր հայտարարությունը տարածել, մեր հանդիսավարը հիմա ծանոթ է անում օպերատորի հետ։ Հարգելի հյուրեր, կխնդրեմ ձեր բոլորի ուշադրությունը, ես ձեզ խնդրեցի, որպեսզի թարմացնենք գավաթները, ես կխնդրեմ մի 5-ից 10 րոպե պաուզա թողեք, որ գավաթները լցված մնան, քանի որ մեր տոնական երեկոն շարունակում ենք գեղեցիկ անակնկալներով։ Եվ ես հիմա կցանկանամ մեր հյուրերի բարձր ծափահարությունները լսել։ Ծափահարությունները բարձր դիմանում անակնկալը, Բարեկամս, բարև բոլորին, արգանքներս բարև եք հավաքվել ես ինչքան գեղեցիկ մարդիկ կան այստեղ հավաքված, շնորհակալ ենք ձեր ներկայության համար եւ ինձ ցույց տվեք որտեղ է հիմա հոբելյարը, այո, դե մոտեցեք ձեր սիրուն անկյունը, եկել ենք ձեզ գեղեցիկ անակնկալ բերենք, շնորհավորենք, սերու հարգանք բերենք, ահա, աղբեր, այո, լավ գեղեցիկ ծափեր տվեք մեր հոբելյարի համար, չէ որ նա այսօր փայլում է, հարուստ է եւ Գեղեցիկ ժպիտ ունի ձեր շնորհիվ, դուք բոլորդ այստեղ հենց դրա համար եք, որ նա իր օրը էլ ավելի գեղեցիկ անցկացնի, ճիշտ եմ, չէ՞։ այո։ Այո, շատ լավ է, դե վերցրեք ձեր տորթիկը, քաղցրությունը, մենք եկել ենք շատ կարևոր մարդկանց կողմից, բայց մարդկանցից մեկի անունն եմ ասելու, մյուսինը չեմ ասի, այն ում անունը կասեմ ինքը կասի, գաղտնի կասի, հա, որովհետև չուզե որ բարձր ասեմ իր անունը, բայց դե շատ են սիրում, ասեմ մանակ, բայց ում կողմից կլինի հələ էլ ասեք։ Երկիրն ասեմ։ Հա, բայց անուն չասեք, էլի, որովհետև նա չի ուզեցել, որ այդպես անուն ասենք։ Եվրոպա։ Կարող է, էդի։ Ամերիկա, չգիտեմ, չէ, երկիր ես մոռացել եմ, որ երկիրը չգիտեմ։ Ոչինչ, հիմա ես, բայց ասեմ ձեզ, դուք շատ սիրված եք, եւ ասեմ դուք նրանց շատ սիրված քույրիկն եք։ Ձեզ շատ սիրում են։ Քույրիկ, Անժելա քույրիկ։ Ով կլինի։ Կարենն է։ Չէ,
Լավ, դե էլ չեմ, էլ դուք մի ասեք։ Երազանք պայք չեք, թող ծափերը բարձր տան։ Ես որոշել եմ այսօր։ Գիտեք չէ կատարվելու է։ Այո, ամեն Այո։ օր։ Ամեն օր կա երազանք է կատարվում։ Եվ ասեմ ձեզ, եթե համաձայն եք, որ կատարվելու է երազանքը, մի հատ էլ ծափ տվեք։ Շնորհակալ ենք շատ, իսկ հիմա ես ուզում եմ անակնկալը մի քիչ տարբերվող ձևով ասենք ում կողմից է։ Արայիկի։ Չէ։ Նրա անունն է։ Չէ։ Լուծիա։ Աշոտը ստեղ է իման։ Ես Ու ասենք ձեզ նա չի խմում, որ ես գայիս թե նորը սկսել խմել, ասում է Աշոտ։ Ադե արի։ Ինչ ես ձերով անում ու դաշ չեմ արցնում, արի որ նվիր ես ծաղիկները։ Մեր ծապեր տվեք, այստեղ եղբայրական և քույրական սեր է։ Իմ օքու անբաժան բաժին, քեզ հետ եմ քայլի մարել առաջին, ուր ես գնում ու մեկ անգամ էլ գրկեմ Արժենակույրիկ, այսօր ձեր օրն է իսկապես ու այստեղ շատ լավ էներգետիկա կա, շատ լավ մարդիկ են հավաքվել, առողջ լինեք, լավ լինեք, Աստծո օրհնությամբ, դուք էլ միշտ այսպես սիրուն անակնկալներ ունենաք։ Աշոտ, դե մյուս արդեն անունը կասես ելում կողմից է անակնկալը, ճիշտ է, չեն ուզեցել որ բարձր ասենք, ես էլ չեմ ասում։ Ես չեմ ուզում ասեմ, դուք էլ մի ասեք, հետի դուք իմացեք ուղղակի, ձեզ շատ սիրում են, ձեզ լավ որ բարձր տրամադրություն, իսկ մենք հեռանում ենք, շնորհակալ եմ բարեկամս։ Արի Նատարազանդով ծափահարությունները Ստեփանին, մեր տաղանդավորողներոջը գեղեցիկ անակնկալը պատրաստելու համար շնորհակալություն Մերոպեմ։ Կխնդրեմ մի բան ոտքի կապնենք Նաիրա ջան։ Այսօր դուք էլ ունեք շատ գեղեցիկ անակնկալ հենց մեր հոբելյարի կողմից նա այս գեղեցիկ անակնկալով ուզում էի շնորհակալությունը հայտնել ձեզ նրա համար, քանի որ դուք այսօր այստեղ եք, դուք նրա կողքին եք, դուք նրան էլ ավելի եք ուրախացնում։ Ծաղկեփոջը ձեր է, ծափահարությունները բարձր, Նաիրայի պատվին։ Բաժակը վերջ։ Բաժակը վերջ։